Հավանական է, որ Թրիփի կյանքի կոչման գործում ինչ-որ փուլում կներգրավի նաև պաշտոնական Մոսկվան, որը կասկածի տակ է դնում նախագծի արդյունավետությունը առանց Ռուսաստանի մասնակցության։ Հայաստանի փոխարտգործնախարարը կարճ է պատասխանում. այս պահին Թրիփը իրականացվում է Հայաստանի Հանրապետության Միացյալ Նահանգներ ձևաչափով։ Հարցին Թրիփի իրականացման դեպքում դա իրականացվելու է ԵԱՏՄ կանոններին համապատասխան, Սաֆարյանը դրական պատասխան է տալիս, նշելով, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ է եւ ԵԱՏՄ-ի տարանցման կանոնները գործում են։ Մենք ռուսական կողմի հետ Թրիփի վերաբերյալ քննարկում չենք տանում։ Մենք հետաքրքրված ենք երկխոսությամբ, հետաքրքրված ենք մեր հարաբերությունների շարունակությամբ եւ առաջիկայում կլինեն շփումներ։ Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների եւ մյուս հայ գերիների բողոքների քննությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ինչպես նաեւ Դավիթ Ալավերդյանի, Մելիքսեթ Ֆաշայանի պաշտպանները խնդրել են բեկանել Փետրվարի 5-ի դատարանի վճիռն ու իրենց պաշտպանյալների նկատմամբ արդարացման դատավճիռները կայացնելը։ Այնուհետև դատական նիստը ընդմիջվել է, որից հետո Իշխանյանը միջնորդություն է ներկայացրել դատարանին, խնդրելով քրեական գործի նյութերին կցել իր կողմից պատրաստված վերաքննիչ բողոքի եւ դիմումի կրկնօրինակները։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։ Այս նիստի ընթացքում Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի եւ Մադաթ Բաբայանի պաշտպանները փոխվել են նրանց փաստաբանների առողջական խնդիրների պատճառով դատական նիստին չմասնակցելու պատճառով։ Թուրքիայի նախագահը առաջին անգամ մեկնաբանել է Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը հաստատելու Իսրայելի կառավարության հունիսի 28-ի կայացրած որոշումը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Իսրայելի նախարարների կաբինետի որոշումը որակել է քաղաքական եւ Գազայում տիրող իրավիճակի հետ կապված։ Իր ելույթում Էրդողանը Իսրայելի կառավարությանն անվանել է հանցավոր խմբավորում, իսկ հայոց ցեղասպանության փաստը զրպարտություն։ Ավելին, Էրդողանը պնդում է, որ Թուրքիայի պատմության մեջ ցեղասպանություն, զանգվածային սպանություններ, ճնշումներ եւ գաղութատիրություն չկա։ Հայաստանում մեկնարկում է արտահանման քաղաքականության եւ որակի վերահսկման նոր փուլ, սահմանելով խիստ պահանջներ դեպի Եվրոպական միության անդամ պետություններ ձկան եւ ձկնամթերքի արտահանման ողջ գործընթացը կանոնակարգելու նպատակով։ Այս նախաձեռնությունն առաջին հերթին միտված է տեղական արտադրանքի որակական հատկանիշները եվրոպական բարձր ստանդարտներին լիարժեք համապատասխանեցնելուն եւ միջազգային շուկաներում հայկական ապրանքանիշի մրցունակությունը բարձրացնելուն։ Օրենսդրական նոր փաթեթով առաջարկվում է արմատապես հստակեցնել ու խստացնել այն չափանիշները, որոնց այսուհետ պետք է բավարարեն հայաստանյան ձկնաբուծական տնտեսությունները, ձկնամթերքի վերամշակմամբ ու արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները, ինչպես նաև պատրաստի արտադրանքի պահեստավորմամբ եւ լոգիստիկայով զբաղվող ընկերությունները։ Որպեսզի ձկնաբուծական տնտեսությունները կամ ձկնամթերք արտադրող կամ ձկնամթերքի պահպանում իրականացնող կազմակերպությունները կարողանան Եվրոպական միության երկրներ արտահանել ձուկ կամ ձկնամթերք, պետք է գրանցված լինի Եվրոպական հանձնաժողովի առևտրի վերահսկման եւ փորձագիտական թրեսից համակարգում։ Համակարգը կարևոր դեր է խաղում դրանց հետագծելիությունն ամբողջ աշխարհում ապահովելու գործում։ Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթում գրանցման լիազոր մարմին է սահմանվել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Փոփոխություններ են իրականացվում նաև ներքին առևտրաշրջանառության եւ հարկային վարչարարության թվայնացման ոլորտում։ Հայաստանում գործող առևտրի եւ սպասարկման օբյեկտները հնարավորություն կստանան ավանդական թղթային կտրոնների փոխարեն սպառողներին տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ կտրոններ։ Նախկինում Հայաստանում էլեկտրոնային տարբերակով կտրոնների տրամադրումը թույլատրվում էր միայն խիստ սահմանափակ դեպքերում, մասնավորապես օնլայն հարթակներից ու հավելվածներից ապրանքներ գնելու, ծառայություններ պատվիրելու, ինչպես նաև հանրային տրանսպորտի եւ առողջապահական ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնելիս։ Այժմ ընդունված օրենսդրական փոփոխությունների համաձայն առևտրի եւ ծառայությունների ոլորտի մյուս բոլոր սուբյեկտները նույնպես իրավունք կստանան կիրառել էլեկտրոնային կտրոններ։ Ընդ որում տնտեսվարողները կարող են ընտրել ինչպես թղթային եւ էլեկտրոնային տարբերակների համակցումը, այնպես էլ թղթային կրիչներից ամբողջությամբ հրաժարվելու ձևաչափը, ամբողջական անցում կատարելով թվայնացված էլեկտրոնային ՀԴՄ կտրոնների համակարգին։ Նախագծով նախատեսվում էր նաև հստակեցնել ապրանքների մատակարարման պահի որոշման կանոնները, համապատասխանեցնել էլեկտրոնային ՀԴՄ-ի եւ սովորական որպես սարք ՀԴՄ-ի կարգավորումները։
Թվայնացված էլեկտրոնային կտրոնները կարող են գործածվել նաև B2B վաճառքների ու գործարքների իրականացման ժամանակ, ունենալով իրավական նույն հիմքերն ու կշիռը, ինչ ավանդական թղթային կտրոնները։ Որպես պարտադիր պայման էլեկտրոնային կտրոնի վրա հստակ պետք է նշվեն ինչպես ուղարկողի, այնպես էլ ստացողի, որպես հարկ վճարողի անվանումը եւ հաշվառման համարը։ Ազգային ժողովում վերջնականապես ընդունվելու դեպքում օրենսդրական այս օրինագիծը նախատեսվում է գործողության մեջ դնել 2027 թվականի հունվարի 1-ից։ 10-րդ դասարան ընդունվող աշակերտների առցանց հայտագրման գործընթացը մեկնարկել է։ Գործընթացի թվայնացման հետ մեկտեղ, սակայն ի հայտ են եկել նաև դրա հետ կապված որոշ դժվարություններ։ Ծնողներից շատերը դժգոհում են, որ չեն կարողանում գրանցել իրենց երեխաներին, քանի որ չունեն էլեկտրոնային ստորագրություն կամ չեն կարողանում նույնականացման գործընթացն ավարտել։ Անձնագրային բաժիններում հերթերը արդեն ամիսներով են։ Ստացվում է ծնողը պատրաստ է երեխային դպրոց ընդունել, բայց չի կարող, որովհետև չի հասցնում էլեկտրոնային ստորագրությունը ստանալ։ Սա անընդունելի իրավիճակ է։ Պետությունը չի կարող մի կողմից պարտադիր պահանջ դնել, իսկ մյուս կողմից չապահովել, որ մարդիկ կարողանան ժամանակին օգտվել այդ ծառայությունից։ Պահանջում ենք անհապաղ լուծել խնդիրը։ Կրթության տեխնոլոգիաների ազգային կենտրոնում նշում են, խնդիրը հիմնականում նոր համակարգին ընտելանալու մեջ է։ Ըստ մասնագետների առաջին օրերին գրանցվել են տեխնիկական եւ օգտատերերի կողմից նոր համակարգից օգտվելու հետ կապված դժվարություններ, որոնք սակայն աստիճանաբար լուծվում են։ Համակարգից է նախ, որովհետև համակարգը ոնց որ չի դիմանում այդքան շատ հայտերի, որովհետև բոլորը ուզում են իրենց ուզած դպրոցը հենց առաջի րոպեին հայտագրեն երեխային։ Պարզվում է, որ այդ համակարգը այդքան հայտ ընդունելու ունակ չի, կարողությունները չի հերիքում։ Ստեղից առաջանում է քաոսային իրավիճակը, իսկ գիտեք, այդ պղտոր ջերմ ձուկ բռնողները ինչքան շատ են։ Այն մարդիկ, որոնք դպրոցում են նստած կամ տիրապետում են, ունեն ցուցակ իրենց ցանկալի երեխաներին։ Այդ ցանկալի երեխաներին անմիջապես լցնում են իրենց դպրոց։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենի տեղեկացմամբ նոր հարթակը ստեղծվել է կրթական բոլոր ծառայությունները միասնական մեկ համակարգում միավորելու նպատակով։ Նրա խոսքով ծնողն այսուհետ նույն օգտահաշվով կկարողանա ոչ միայն երեխային դպրոց ընդունել, այլև օգտվել էլեկտրոնային օրագրից, տեսնել ավարտական փաստաթղթերը եւ ստանալ այլ ծառայություններ։ Տնօրենը միաժամանակ վստահեցնում է, էլեկտրոնային ստորագրություն չունենալը ամենևին էլ չի նշանակում, որ ծնողը չի կարող հայտագրում կատարել։ Գիտեմ, որ հիմա հարց է առաջանալու եւ այդ հարցը եղել է, իսկ եթե ծնողը չունի էլեկտրոնային ստորագրություն, չի կարողանալու ընդունել երեխային դպրոց, կարողանալու է։ Կա այլընտրանքային տարբերակ, եթե ծնողը չունի ID card կամ էլեկտրոնային ստորագրություն, գիտեք, որ էլեկտրոնային ստորագրությունը ID card ունենալու հետ է կապված, ապա ինքը կարող է հաշիվ բացել իր մեյլով, էլեկտրոնային փոստի միջոցով։ Ինքը բացում էլեկտրոնային փոստի միջոցով հաշիվը, ստանդարտ հաշիվ բացելու տարբերակ է կիրառված, ինչպես շատ համակարգերում, հա, երբ որ դու գրում ես քո մեյլը, գաղտնաբար ես որոշում քեզ համար, հետո ստանում ես քո մեյլի վրա հղում, որով հաստատում ես, որ դա քո մեյլն է, այսինքն դու ես օգտագործում եւ հաշիվը ստանում ես։ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնից նաև նշում են, որ ավագ դպրոցների ընդունելությունը այսուհետ իրականացվելու է բացառապես առցանց եղանակով, իսկ առաջիկա տարիներին նախատեսվում է դպրոցական ընդունելության ամբողջ գործընթացը լիովին թվայնացնել։ Հայաստանի բուհերը դեռ բավականին հեռու են ոչ միայն աշխարհի լավագույնների շարքին դասվելուց, այլև միջին ու միջինից ցածր մակարդակում գտնվողներից։ Օրերս հրապարակվեց տեղեկատվություն, ըստ որի աշխարհի հեղինակավոր վարկանշային աղյուսակով Հայաստանի բուհերից եւ ոչ մեկը չի ընդգրկվել աշխարհում լավագույնը ճանաչված 1000 բուհերի ցանկում։ Փոխարենը դրանում ընդգրկվել են ԱՊՀ երկրներից բազմաթիվ կրթօջախներ, այդ թվում 7-ը Ադրբեջանից։ Հայաստանի Հանրապետությունում առնվազն 4 բուհ ընդգրկված կլինի միջազգային վարկանիշային աղյուսակներում։ Խոսքը Times-ի բարձրագույն կրթության աշխարհի համալսարանների վարկանիշով, աշխարհի համալսարանների QS վարկանիշով կամ աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանիշով սահմանված աղյուսակների լավագույն 500-ի մեջ ընդգրկվելու մասին է։ Սա հատված է Հայաստանի մինչև 30 թվականի կրթության զարգացման ծրագրից։ Պետության մոտեցումն այս խնդրին իր ելույթում վերջերս հաստատել էր նաև վարչապետը։ Այսինքն ոչ թե աշխարհում լավագույնը ճանաչված 1000-յակում, այլ 500-յակում ընդգրկվելու խնդիր է դրված։
Մենք խնդիր ենք դրել, որ մինչև 2030 թվականը Հայաստանի Հանրապետությունում ունենանք միջազգային վարկանիշավորման աղյուսակների լավագույն 500-ակում ընդգրկված առնվազն 4 բուհ, բայց ներկայիս կառուցվածքով եւ ֆիզիկական ենթակառուցվածքներով մեր բուհերը պարզապես ի վիճակի չեն հաղթահարել այդ նշաձողը։ Իսկ ինչ ասել է կառուցվածք ու ֆիզիկական ենթակառուցվածք։ Ինչ են ձեռք բերել վերջին տարիներին, ասենք, ադրբեջանական 7 բուհերը, որոնք դեռ չկան մերանց մոտ։ Համաշխարհային վարկանշային աղյուսակներում բուհերը գնահատվում են նրանով, թե որքան հաճախ են այդ բուհերի դասախոսների եւ հետազոտողների հոդվածները օգտագործվում աշխարհի այլ գիտնականների կողմից։ Կոպիտ ասած, լավ համալսարանները արտադրում են գիտելիք, որը իր ազդեցությունն ունի աշխարհի գիտության վրա։ Հայաստանի բուհերում այդ գիտելիքի արտադրությունը դեռ ցածր մակարդակի վրա է։ Բարձրացնի, բայց այն գումարը չեն տալիս, որ կարողանան մեր գիտաշխատողները կամ բուհերի մասնագետները զբաղվեն գիտությամբ, այսինքն ֆինանսական լուրջ խնդիրներ կա, հասու չեն այդ առումով եւ կարծում եմ սա է հիմնական խնդիրը։ Դե ուզում ես գիտության մեջ առաջընթաց ունենալ, կարծում եմ պետք է դա Աշխարհ ֆինանսավորի, իսկ ցավոք սրտի մեր մոտ այդ բնակավարը այդքան էլ չի ֆինանսավորվում։ Համալսարաններում կադրային խնդիրներ էլ կան։ Երկրորդ կարևոր պատճառը միջազգային կապերը ու ճանաչումն է։ Լավ համալսարանները ներգրավում են օտարերկրյա ուսանողների ու դասախոսների, իրականացնում են բազմաթիվ միջազգային ծրագրեր ու համատեղ հետազոտություններ, ինչի շնորհիվ դառնում են տեսանելի ու ճանաչելի ամբողջ աշխարհում։ Հայաստանի բուհերը հիմնականում ավելի փակ համակարգում են աշխատում, օտարերկրյա մասնակցությունը քիչ է եւ միջազգային համագործակցությունը սահմանափակ է, ինչի հետևանքով էլ դրանց անունը ու ազդեցությունը գլոբալ մակարդակում ճանաչելի չէ։ Միջազգային համագործակցությունը շատ թույլ է մեզ մոտ, իհարկե կան բուհեր, որոնք սեփական միջոցներով կարողանում են դա անել, բայց այդ բավարար մակարդակը չկա դասախոսների վերապատրաստման մասին եմ խոսում, միջազգային փորձի պակաս կարող է լինել, մեր մոտ այդքան էլ միջազգային համագործակցությունը շատ ցածր է։ Երրորդ հիմնական պատճառը ֆինանսավորումը ու ռեսուրսներն են։ Աշխարհի առաջատար համալսարաններն ունեն մեծ բյուջեներ, որոնք ներդնում են լաբորատորիաների, ժամանակակից տեխնիկայի, հետազոտական կենտրոնների եւ լավագույն մասնագետների վրա։ Այդ ռեսուրսների շնորհիվ նրանք կարողանում են ստեղծել բարձր մակարդակի գիտություն եւ կրթություն։ Հայաստանում ֆինանսական հնարավորությունները համեմատաբար սահմանափակ են եւ բուհերը չեն կարող նույն չափով զարգացնել իրենց գիտական ու կրթական միջավայրը, ինչի պատճառով էլ դժվար է մրցել աշխարհի լավագույն համալսարանների հետ։ Նայում ես ախր այնքան մաքուր ջուր է։ Խուդիակովի երրորդ նրբանցքի բնակիչներն են ահազանգում, մի քանի օր է խողովակը վթարվել է, խմելու ջուրն անիմաստ հոսում է, վնասում նաև մի քանի տների հիմքեր։ Ընդերից է ոնց է, էլի դուրս տալի, այդ փոքր ընդերից, կրանտի նման տայս կարտակ, ընդերից է տալի։ Ու լցմա տան նկուղներ, չէ։ Մենակ տան նկուղը չի, այն է պատի տակից երևում է, էլի։ Նա արդեն խոնավաց է։ Լրիվ քանդելով այդ մեզ ասպատը քանդելով այդ չաշված այս մարդկանց հասկացանք մեջ մարդ ինչ է։ Ջուրը լցվում է, շորով հանում են, նույնն էլ է դա։ Մյուսը հենա։ Անեսա, սաղ ջուրը հենա։ Բնակիչները մատնանշում են այն, որ հարյուրավոր մարդիկ խմելու ջուր չունեն, մինչդեռ այստեղ այն աննպատակ կորչում է։ Եվ դա կարծես թե որևէ մեկին չի անհանգստացնում, անկախ նրանից, թե ում տիրույթում է դրա լուծումը։ Թաղապետարանի տեղեկացրել եք։ Տարվա մեջ այսօրը չի որ սենց է։ Տարվա մեջ ելնումա։ Որը ժամերը լասը ավելի վարարա գալիս։ Վարարը որն է ստեղ հրապարակի շատրվաններն էր ստեղ։ Ասացիք 2-3 օր առաջ եք էլի Զանգարը վիոլաջուրու թաղապետարան։ Ինչ են ասում։ Ասում են մեր գործը չի դա, մեր մենակ մագիստրալն է։ Իսկ թաղապետարան ինչ ասում։ Թաղապետարանը ասում մենք գործ չունենք, վիոլայի գործն է։ Վիոլաջուրն ու Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը մեկը մյուսի վրա են գցում, ահազանգերն անպատասխան են մնում, հուսահատ քաղաքացիներն էլ հիմա ստիպված քաղաքային իշխանությանն են դիմում, գործնական օպերատիվ քայլեր ակնկալում։ Ողբերգական վթարը տեղի ունեցել Արմավիրում, Մարգարեիչ Միածին M3 ճանապարհին բախվել են Volkswagen-ը եւ Mitsubishi-ն։ Վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։ Մեկ հոգի տեղում մահացել է, տեղում էին փրկարարության Արմավիրի մարզային փրկարարական վարչության Վաղաշապատի Ըշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Օպերատիվորեն ժամանել են նաեւ Վաղաշապատի Ըշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր ցանկացել են ավտոմեքենաները, այս պայն փրկարարները սպասում են, որպեսզի դեպքի վայր
ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները, որպեսզի իրենց քննչական գործողությունները ավարտելուց հետո մահացածի մարմինը մոտեցնեն դիատարին։ Հունիսի 30-ին Լանջազատ գյուղի վարչական տարածքում բախվել են Օփելն ու Մերսեդեսը։ 9 հոգի, այդ թվում 2 անչափահաս, տեղափոխվել են մի մասը Էրեբունի, մյուս մասն էլ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոններ։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության, ոստիկանության, պարեկային ծառայության, Արարատի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Սահակ Թադևոսյանի եւ գումարտակի ծառայության տեսուչ Արթուր Կոչինյանի գլխավորությամբ։ Հունիսի 30-ին Բաբաջանյան փողոց տանող ճանապարհահատվածում բախվել են Chevrolet Volt-ը, Hyundai Elantra-ն եւ Opel-ը։ Տեղում էին ոստիկանության, պարեկային ծառայության, Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի երկրորդ վաշտի պարեկները։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար ուժասներ չկան։ Հունիսի 30-ին Մարտունի Վարդենիս ճանապարհին Մերսեդեսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխի վայր հայտնվել դաշտում։ Վարորդը վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիս բժշկական կենտրոն։